Պարոն Բաքվյան, նախորդ շաբաթ խորհրդարանում իմպիչմենտի թեմայով լսումներ տեղի ունեցել եւ օրինակ հայտարարություններ կան, որ ԿՊ-ից եւս կան падգամավորներ, ովքեր պատրաստ են միանալ, դուք այդ շարքում եք թե ոչ։ Փալեք ջան, նման հայտարարություն անողները առաջինը խաբել են ձեզ լրագրողներին, որ նման մարդիկ կամ падգամավորներ կան ԿՊ-ում, շտապեմ ձեզ վստահեցնել եւ շատերին գուցե հիասթափեցնեմ կամ պարզապես այդ իրականության մասին իրենք գիտեն, չկա նման բան եւ նույնիսկ խոսակցություն, քննարկում կամ ուղղակի որևէ չկա, պարզապես չկա, սա ծիծաղալու թեմա է, չկա նման բան։ Դուք կարող եք բոլոր կպականների անուն Այո, ինձ պետք չի լիազորել, ես իմ եւ իմ գործընկերների անունից երաշխավորում եմ, որ քաղաքացիական պայմանագիր խմբակցությունից չկա որևէ մարդ, որ այլ կերպ մտածի։ Բոլորս հավատարիմ ենք միևնույն գաղափարին եւ չկա նման թեմա եւ նման թեմա մեր խմբակցությունում չի քննարկում եւ ես այդ հարցին ընդհանրապես ժպիտով եմ վերաբերվում։ Վերապահում վարչապետի գործողությունների հետ կապված խմբակցությունում։ Ես զարմանում եմ, որ նման հարց եք տալի, որովհետեւ չի կարա նման բան լինի։ Թիմը միասնական է գործում եւ եթե կան հարցեր, հարցերը բարձրաձայնվում են եւ այդ հարցերին լուծում է տրվում։ Եվ չկա խզվածություն թիմի մեջ, ես մեկ անգամ պաշտոնապես ձեզ հայտարարում եմ իմ եւ իմ գործընկերների անունից ժպիտով եմ երբեք ասում եմ երբեք չի լինելու նման բան, որովհետև քաղաքացիական պայմանագիր խմբակցության բոլոր падգամավորները այլ կերպ չեն մտածում։ Դուք ժամանակին մտածում եք, որ օրինակ Հովիկ Աղազարյանը կամ Հակոբ Ասլանյանը կարող են հեռանալ, հեռացվել, կարևոր չի։ Տեսականորեն։ Այո։ Տեսեք, ովքեր քաղաքացիական պայմանագիր կուսակցության սկզբունքներից դուրս որևէ գործողություններ կիրականացնեն, դա կլինի ցանկացած մեկը քաղաքացիական պայմանագրից, սկսած ինձանից, ինքը ըստ էության հեռացվելու է քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից։ Չեմ մտածել, որ այդ երկուսը կարող են հեռանալ կամ հեռացվել, գուցե հիմա ինչ որ բան լինի։ Գուցե չկա նման մտահոգություն, ես շտապեցնեմ ձեզ տեղեկացնել եւ անհանգստացնողներին հանգստացնել, որ նման խնդիր չկա, նման մտահոգություն չկա, մի մտահոգվեք, նման խնդիր գոյություն չունի։ Գնացել պաշտպանության նախարարության մոտ եւ ուզում էին հասկանալ թե ինչ է լինելու իրենց զավակների ճակատագիրը։ Հանձնաժողովը նախ զբաղվում է մարդկանց հարցերով, ինչպես ասում եք, երկրների հարցը այս բերքի երկրորդ մասն է եւ լուրեր կան, որ թիմում Պապիկյանից դժգոհություն կա եւ սա ուղղորդված ակցիա է Պապիկյանի դեմ, որովհետեւ ըստ էության պաշտպանության նախարարությունը չի զբաղվում այդ հարցերով, ազգային անվտանգության ծառայությունն է զբաղվում եւ ինչու էին մարդիկ հավաքվել պաշտպանության նախարարության։ Պետք է շտապեմ տեղեկացնել, որ դժգոհություն չկան Պապիկյանի աշխատանքից թիմում։ Մենք համարում ենք, որ մեր գործընկերը արդյունավետ է աշխատում, իսկ ինչ վերաբերում է գերիների հարցին, մարդիրանքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը զբաղվում է այդ հարցով, անհետ կորածների հարցով էլ է զբաղվում եւ մենք նաեւ տարբեր միջազգային կազմակերպությունների հետ որոշակի աշխատանքներ տանում ենք, չեմ կարող ասել, որ լայն լիազորություններ ունի մեր հանձնաժողովը, բայց մեր հանձնաժողովի շրջանակներում հնարավորությունների շրջանակում մեր հանձնաժողովը զբաղվում է դրանով եւ մենք բարբերաբար նաեւ մեր միջազգային գործընկերների հետ հենց այս հարցով հանդիպում ենք։ Պարոն Բաքվյան, որպես հանձնաժողովի նախագահ, ԱԱՑ տնօրենի հետ երկնաբազի գնացել արդեն վերադարձել։ Քննարկում եղել է, խոսել եք այդ նույն անհետ կորածների մասով, այնտեղ ինչ-որ քննարկում ադրբեջանցի գործընկերոջ հետ եղել է։ Թույլ տվեք որոշակի տեղեկություններ հրապարակելուց զերծ մնամ եւ եթե դրա անհրաժեշտությունը լինի, ապա
համապատասխան մարմինները, այդ թվում մեր ԱԱԾ տնօրենը հայտարարություն։ Պարզապես կներեք, հայ ժողովուրդը մնացել է Ադրբեջանի ԱԱԾ-ի հույսին, իրենց տարածած տեսանյութից ենք ուզում հասկանալ մեր ԱԱԾ տնօրենը այնտեղ ինչ է արելում, հետ է հանդիպել, որ հարցերն է քննարկվել, գերիներին անդրադարձ եղել է, թե որ ինչու մենք այս իրավիճակում, չէ՞ որ հիմա երրորդ հանրապետության ամենաժողովրդավար կառավարությունն Շատ լավ, Հայաստանում ղեկավարում։ այո, դուք վերահաստատում եմ ձեր ասածը եւ պետք է պնդեմ, որ եթե որևէ տեղեկություն հրապարակենք, այդ տեղեկությունները կարող են վնասել որևէ գործընթացի, հետեւաբար թույլ տվեք ներողություն խնդրել եւ չխոսել որևէ տեղեկության մասին եւ պատեհ պահի դրա մասին կխոսվի։ Շնորհակալություն։ Ձեզ եմ շնորհակալ։ Դիմադիրները բարբերաբար պնդում են, որ միջազգային հանրություններում իշխանությունները չեն բարձրացնում գերիների հարցը, իսկ խնդրեմ որպես իշխող ուժի ներկայացուցիչ ասեք բարձրացնում են։ Չկա նման բան, որովհետև ցանկացած միջազգային հանդիպման ժամանակ գերիների թեման քննարկվում է եւ մենք գերիների մասով անպայման աշխատանքները շարունակում ենք։ Ձեզ եմ շնորհակալ։